Դե ինչ վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, քիչ անց մենք շատ կարևոր թեմայի շուրջ ենք խոսելու, ես շատ արագ փորձեմ ներկայացնել, թե ինչի մասին է հիմա իմ խոսույթը, ասեմ, ուրեմն այսօր մայիսի 20-ը վնասվածքաբանի համաշխարհային օրն է։ Եվ այս թեմայով մենք այսօր հրավիրել ենք այստեղ Արա Անթարանյանին, մանկական օրթոպեդ, ողնաշարի վիրաբույժ, ում ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք անչափ, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ ձեր գլխավորությամբ շնորհավորում ենք բոլոր գործընկերներին այսօրվա հետ կապված։ Շնորհակալ եմ հրավերքի համար եւ շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա հանրայինի եթերից շնորհավորել իմ գոլեգաներին իրենց մասնագիտական տոնի արդիվ, որը իհարկե բոլորիս մոտ ընթանում է առօրյա ծանրաբեռնվածության հոգսերի մեջ աշխատանքային, բայց շնորհավորում եմ բոլորին։ Այո, այսօր վնասվածքաբանության համաշխարհային օրն է, ինչով է այն կարևորվում Հայաստանում, այսպես ասած։ Առաջինը վնասվածքաբանությունը երևի բժշկության առաջին մասնագիտություններից է, որովհետև ինչքան գոյություն ունի մարդը, այդքան կա վնասվածք, հետևաբար ինչ որ մեկը դրա հարցը պետք է կարգավորի։ Հայաստանում իհարկե չպետք է մոռանանք բնական աղետները, ունեցել ենք այդ փորձառությունը դժբախտաբար եւ փառք Աստծո կարողացել ենք պատվով դուրս գալ եւ համակարգը կարողացել է դիմակայել դժբախտաբար պատերազմական իրավիճակը, որտեղ վնասվածքաբանների, գոլեգաներիս եւ ընդհանրապես բժշկության ծանր աշխատանքը նույնպես շատ էական դեր խաղաց եւ ի վերջո առօրյա կյանքում առանց վնասվածք դե չի լինում, էլի, ինչ ասեմ։ Այո։ Անհնար է։ Ինչքան ուզում ես խուսափել, մի բան են չի լինում։ Մենք պատմության ընթացքում շատ հաճախ խոսում ենք բանակի կարևորության մասին եւ հաջորդը միանգամից սպիտակ բանակն ենք հիշում, որովհետեւ բժիշկները իսկապես շատ մեծ աշխատանք են կատարում փրկելով կյանքեր առաջին հերթին, հետո այն հոգատարությունը, որն ունեն բուժառուների նկատմամբ, բայց նաեւ համեմատում ենք հայկական բժշկական իրականությունը միջազգային շուկայի հետ, որովհետեւ կար ժամանակ, երբ բոլորը միանգամից դուրս էին վազում անկախ խնդրից։ Ինչպիսին է վնասվածքաբանության աճը Հայաստանում, ոլորտը ինչ նվաճումներ է ունեցել վերջին տարիներին համեմատած այլ երկրների հետ։ Շատ երկար թեմա է եւ կարող ենք մենք մասնագիտական մեր հանրությամբ գլուխներս բարձր ասել, որ այո, համաշխարհային բոլոր հնարավոր զարգացումներին, որոնք իհարկե որոշ սահմանափակումներով տեխնիկական, չգիտեմ, ֆինանսական կամ ինչ որոշ սահմանափակումներ կան, բայց կարող ենք գլուխ գովալ, որ ունենք այդ հնարավորությունը։ Չեմ կարող չնշել իմ ուսուցիչներին, պրոֆեսոր Մովյանին, ով 80-ական թվականների վերջին 90-ականների սկզբին Հայաստանի անկախության ձեռքբերման հետ եւ դռների բացման հետ, երկաթե վարակույրի բացման հետ մեծ ներդրում ունեցավ արևմտյան բժշկական կուլտուրայի ներդրման, կամ մյուս ուսուցիչից բժիշկ Կոլոյանի, Կարեն Կոլոյանի, ով նույնպես հայկական մանկական օրթոպեդիայի վնասվածքաբանության մեջ մեծագույն դեր ունի եւ այսօր Հայաստանում աշխատող մանկական օրթոպեդների ճնշող մեծամասնությունը իր սաներն են եւ այդ փոփոխությունը դեպի աշխարհ եւ փակ տեղային դպրոցից բացելով, այո, կարող ենք ասել, որ գործնականում կարելի է ասել, որ աշխարհի հետ համահունչ ենք։ Այսինքն մեզ մոտ կիրառվում են նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ, այո, կարող ենք փաստել դա։ Իհարկե, օրինակ մեր հիվանդանոցի անունը չենք ասի, բայց բոլորը գիտեն, մենք ունենք այսպես կոչված քայլքի լաբորատորիա, որը հետսովետական տարածաշրջանում միակն է, որը թույլ է տալիս երեխաների կամ մեծահասակի քայլվածքը գնահատել միլիվարկյանների ճշգրտությամբ, գրաֆիկական ճշգրտությամբ, գնահատել ինչպիսին է քայլքը, մինչև գործողությունը կամ ինչ գործողություն է ցուցված, ինչ արդյունք ենք ստացել, այսինքն օբյեկտիվ գնահատական տալ։ Եթե առաջ ասում ենք, օքեյ, այս երեխային պետք է այսինչ վիրահատություն անենք, որովհետև քայլվածքը այսպես է, արդյունքները դե շատ լավ է, տեսնում եք, հիմա մենք կարող ենք դա գրաֆիկական պատկերի վերածել եւ ցույց տալ, տեսեք, այս ցուցանիշը միջինից տարբերվում էր այսքան, հիմա այսպես է դարձել, լավացել է, օբյեկտիվ գնահատական է, որոշման ընդունման համար կարևոր է, այո, կամ իմ մասնագիտական ողնաշարային վիրաբուժության ոլորտից այն ամեն ինչի, ինչ որ հիմա օգտագործվում է մանկական օրթոպեդիայի ողնաշարային վիրաբուժության մեջ, մենք կարողանում ենք օգտագործել լինի կորսետավորումից սկսած մինչև վիրահատական միջամտություններ։
ավելի հաճախ ձեր պրակտիկայում ինչ վնասվածքներով են մարդիկ դիմում եւ մեզ մոտ կա արդյոք տարածված որևէ վնասվածք, որ ամենահաճախն են հանդիպում։ Վերադարձան Մելիսը։ Ինչ եղավ։ Չկա տարբերություն։ Կարելի է վիճակագրությունը հարմարեցնել քո ցանկացած արդյունքին։ Ասել, մեր մոտ էս ինչ բանը շատ է, մեր մոտ էս ինչ բանը քիչ է, իրականում աշխարհի հետ նույն տոկոսային հարաբերությունը, եթե մեծ ընտրանքի մեջ նայում ես, նախաբազկի կոտրված կլինի, վնասված կլինի կամ օրթոպեդիկ հիվանդություն կլինի, դրանք բոլորը միջին ստատիստիկ աշխարհի հետ համապատասխանում են։ Կար ժամանակ, օրինակ ոչ վնասվածքաբանության, այլ մասնագիտության երկրորդ ճյուղի օրթոպեդիայի, մենք ունեինք բավական մեծ քանակ կոնքազրային հոդի բնածին հոդախախտի, որը զարգացման բնածին արատ է։ Եվ կուլտուրալ որոշ խնդիրների հետ էր կապված ավելի շուտ, եւ նորից վերջի 30 տարվա տքնաջան աշխատանքի շնորհիվ թե լուսավորչական անվանենք այսպես, այսինքն սովորեցնել չբարուրել, որ դա վատ է, վերջի հասցնել, թե կանխարգելիչ այդ սկրինինգային հետազոտությունների մենք այսօր ունենք շատ ավելի ցածր տոկոս եւ կամաց մոտենում ենք աշխարհին, որը չունենք առաջ։ Շատ լավ։ Իսկ վնասվածքներից խուսափելու ինչ-որ կանոններ կան, Գաղտնիքներ կան։ թե միայն զգուշությունն է, որ պետք է ֆիզիկական ակտիվությունը։ Որովհետեւ եթե ես ամբողջ օրը նստած եմ բազմոցին, հենց վերքացա առաջի քայլի վրա ռիսկը շատ է, որ կընկնեմ։ Եթե ես ակտիվ եմ, վազում եմ, խաղում եմ, կոորդինացիաս լավ է, մկանային ուժերս լավ է եւ աշխարհին նայում եմ այդ ֆիզիկապես ակտիվ մարդու աչքերով եւ կարողանում եմ աշխարհի հետ հարաբերվել ֆիզիկապես ակտիվ մարդու պես, իհարկե վնասվածքները քիչ են։ Պաստորեն պատահական չէ, որ ասում ենք առողջ ապրելակերպը կյանքի որակի համար է եւ նաեւ վնասվածքներից խուսափելու հնարավորություն է տալիս։ Քիչ առաջ նշեցիք այն ավանդական մեթոդները, որ հաճախ սերնդեսերունդ փոխանցվում են, նույն երեխային բարուրերը կամ ինքնաբուժության տարբեր մեթոդներ, որոնք են ամենահաճախը կիրառվում որպես ինքնաբուժություն վնասվածքների դեպքում, որոնք չի կարելի եւ միասին պատմենք հեռուստադիտողներին, որպեսզի բացառեն դրանք։ Ցավոտ թեմա, կարելի է մի 24 ժամանոց մարաֆոն անել ու անընդհատ խոսալ դրա մասին։ Ունիվերսալ վնասվածք դա նշանակում է մարմնին կամ վնասված տեղին այն ամեն ինչը ինչ որ մենք սննդի մեջ ենք օգտագործում, չդնել բացառությամբ սառույց են 10-15 րոպե։ Ֆանտազիաները սարսափելի շատ են, էլ կաղամբ, էլ եզանլեզու, էլ սող սխտոր ու չգիտեմ ինչ։ Ամենատարօրինակը, երբ որ դեռ երիտասարդ բժիշկ էի շատ, նոր սկսել էի, իմ բաժնի ավագ գոլեգաներից մեկը տարօրինակ կորսված հայացքով եկավ, ասում եմ, ի՞նչ է պատահել։ Ասում եմ, ես երեխան ձեռքը վնասել է Սևանի ռեգիոնում, մի հատ սնեղչի ասել է անպայման Սևանի իշխանը պետք է բացեք, դնեք թևի վրա։ Okay, ձուկ, Ամեն ինչ ինչու Սևանի իշխան, հենց Սևանի իշխան։ Իշխան այլ ոչ թե սեր։ Իրականում ոչ մի բան տակը չկա եւ իր դժբախտաբար այդ երեխան բավական լուրջ խնդիրներ ուներ։ Եվ երբ որ ասում են ինչու չդիմել սնեղչիներին, այսպես ասած, հարց է առաջ գալիս, իսկ մեզանից որից է մեկը կվստահի իր կյանքը օդաչուին, ով ինքը իրեն հայտարարել է օդաչու, չունի կրթություն, չունի մասնագիտական որևէ ունակություն, չի սովորել ոչ միտեղ, չունի պրակտիկա, ինքը եկել է դուրը բացել է իր շոյերով, մտել է ասում է, այսօր այս օդանավը ես եմ վարելու։ Կմնանք այդ օդանավում, չէ՞, կփախչենք, չէ՞։ Բայց գնում ենք սնխչի մոտ։ Դե մեր սնխչին այլի մեր գյուղում 100 տարի է անում, ինչ անում, մենակ Աստված գիտի։ Եվ վերջապես ապացուցողական բժշկությունը դարերի պատմություն ունի, իսկ այս դեպքում նրանց գիտելիքները որևէ բան դեռ չեն ապացուցել։ Համաձայն եմ ձեր հետ, երբեմն ասում են, բայց դեպքում այն հին բժշկագիտություն, օրինակ չինական, արևելյան, ես էլ ասում եմ, օքեյ, ուզում եք վստահեք, հարցրեք ինչ կրթություն ունի։ Արդյոք օրինակ Եվրոպայում էլ կա, կարծեմ թե Չինաստանում էլ կա, որ մարդիկ ասում են մեր տրադիցիոն բժշկությունը, եկեք համալսարանական կրթության մակարդակի սովորեցնենք, վերջում գնանք քննություն վերցնենք, ասենք, հա, այս մարդը գիտի մարդու հետ աշխատել։ Okay, ձեռքերս կբարձրացնեմ, կասեմ, ինչ ուզում եք արեք, ձեր որոշումն է։ Բայց եթե ասում են, այս մեկը գիտեք, չգիտեմ, ինժեներ էր կամ սանտեխնիկ էր,
Հետո որոշեց, որ ինքը սնխչի պետքա դառնա, որովհետև մի հատ գիրք էր կարդացել, իմ կյանքը ես իրան չէի վստահի։ Դա ամենակարևորը։ Ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր որ ուզում են դառնալ վնասվածքաբան։ Աշխատել, սովորել, ինքնակրթվել, մասնակցել տարբեր գիտաժողովների, այցելել մեր արտասահմանյան գոլեգաներին, որովհետև ամեն այցելությունից մի փոքրիկ մասնիկ էլ եթե կարողանում ես բերել, եւ քո կյանքն է հարստանում, քո մասնագիտական փորձն է ավելանում եւ տեղում մենք կարողանում ենք տալ մարդկանց այն, ինչ որ պետք է իրենց առողջությունը պահպանելու համար։ Իսկապես այս թեման շատ ծավալուն է, որովհետև երբ խոսում ենք, ինչպես նշեցիք, վնասվածքներից, բոլորիս կյանքի անկախ տարիքից, սեռից անբաժան մասն են վնասվածքները, այս կամ այն կերպ մեծ կամ ավելի փոքր ու թեթևորվա ընթացքում ստացած, եւ պետք է ուղղակի յուրաքանչյուր խնդրի դեպքում առաջինը դիմել բժշկի, ստանալ առաջին օգնություն կամ խորհրդատվություն եւ հետո միայն հասկանալ ինչ կարելի է անել, որպեսզի խուսափենք ել ավելի ծանր աստիճանի հասնելուց։ Շնորհակալ ենք Անչափ Անթարյանյան առավոտը մեզ հետ սկսելու համար եւ եւս մեկ անգամ շնորհավորում ենք, մաղթելով ձեզ ավելի թեթև աշխատանքային գրաֆիկ։ Շատ շնորհակալություն հրավերքի համար, շնորհակալություն այս հնարավորության համար, շնորհավորելու գոլեգաներից մասնագիտական օրվա համար եւ ինչպես ասում են, մեր ժողովրդին առողջ եղեք, փորձեք խուսափել վնասվածքներից եւ հետևեք ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ մենք շարժվենք առաջ ելի հեռուստադիտողներ։